Հայփոստի տնօրենի աշխատավարձի վերաբերյալ այս քննարկումները, երբ որ ես առաջադրվել եմ ԱԺ նախագահի տեղակալի պաշտոնում։ Արձագանքեք, ես կշարունակեմ, որովհետև դրա ասելիք ունեմ։ Արձագանք։ Պարոն Կոնջյան, ձեր պերճախոսությունը միշտ գնահատելի է եղել եւ կարծում եմ, որ ձեր քաղաքական կարիերայի ընթացքում ձեր մեծագույն առավելությունն է դա եղել, բայց ես պետքա հիասթափեցնեմ։ Հայփոստը 2020 թվականից է պետական կառավարման հանձնվել։ Միջև դա եղել է մասնավոր ընկերություն։ Կարող էին $100,000 աշխատավարձ տալ։ Խոսքը պետական կառավարման հանձնված ընկերության մասին է։ Եվ խոսքը տարեկան $118,000 մասին է։ Ինչ խոսք, վարչության պետից, լռեք, վարչության պետից Հայփոստի տնօրեն այդ ցածկը կարծում եմ շատ արագ է ստացվել եւ վստահաբար ձեր ազդեցությունը եւ ձեր մասնակցությունը դրանում, եթե ոչ ուղիղ, ապա ակնհայտորեն եղել է։ Դուք ասում եք վերցրեք արձանագրությունները նախարարությունից, Հայփոստից չեն տրամադրում, մեր լրագրողները խնդրել են, չեն տալիս։ Կարող եք ասել այդտեղ ինչ անձնական տվյալ կա։ Ձեր լրագրողներն ինչ անձնական Ջորյան, սպասեք ավարտի Տիկին Խամոյան։ Ինչ անձնական գաղտնիք կա այդտեղ եւ եթե կարելի է նաեւ քանի որ շատ եք այս վերջերս սկանդալների կենտրոնում հայտնվել, նաեւ պարզաբանումներ ներկայացրեք ձեր եղբոր արկածների մասին, նախկին իշխանությունների շատ էիք քննարկում, ինչու էր Տիկին Խամոյան, ավարտեք։ Ավարտում եմ, ինչու էր բարեկային ծառայության ուղեկցող մեքենայով հայոյանքներ շաղ տալիս Հարցը հասկանալի է, շնորհակալություն։ Տիկին Խաման, ես օբյեկտիվորեն չեմ կարող ժամանակը ձգել 1 րոպեն դարձնել 200 վայրկյան եւ պատասխանել ձեր բոլոր հարցերին, հուսամ որ մյուս ռետորները այդ հարցը կտան եւ ես կպատասխանեմ։ Տեսեք, ձեր անտեղիակությունը, Տիկին Խամոյան, նույնքան հաճելի է, որքան որ իմ պերճախոսությունը։ Դուք նույնիսկ չգիտեք, որ Հայփոստը հանձնված չի եղել մասնավոր ընկերության։ Հայփոստը եղել է հավատարմագրային կառավարման ներքո, դա մասնավոր ընկերություն չի, դա առաջինը, երկրորդը Հայփոստը 100%-ով ինքնաֆինանսավորվող կառույց է։ Իմ կինը եւ Հայփոստի մյուս աշխատակիցները երբևէ պետական բյուջեից աշխատավարձ չեն ստացել։ Տիկին Խամոյան։ Ու երբ որ դուք խոսում եք իմ կնոջ կարիերայի ցածկի եւ այլնի մասին, դուք ավելավա խոսեք ձեր կարիերայի ցածկի մասին, թե դուք ոնց հերթատեսային տաղավարից հայտնվեցիք այստեղ։ Իմ կինը ի տարբերություն ձեզ պետական բյուջեից աշխատավարձ չի ստացել, Տիկին Խամոյան։ Դուք ոչ միայն պետական բյուջեից աշխատավարձ եք ստացել, դուք վերջին 5 տարիներին հարկատուների գումարով ստացել եք աշխատավարձ եւ գործի չեք եկել, Տիկին Խամոյան։ Դուք աշխատանքի չեք եկել։ Դուք վատնել եք Հայաստանի Հանրապետության քաղաքացիների հարկերը, որոնք որ նրանք տվել են որպես ձեզ վարձատրություն, հասկանում եք։ Ափսոս այնքան բան ունեի ասելու, բայց չհասցրեցի։ Շարունակեմ ասել։ Գեղամ Մանուկյան։ Պարոն Կոնջորյան, որևէ պախարակելի բան չկա լրատվությունից գալ ազգային ժողով, ոնց որ ձեր դեպքում է։ Իհարկե։ Կարծում եմ լրատվությունից եկաք, դեռ ավելին ասեմ, եթե մի միջնորդություն բավարարեի, երկիր մեդիայի աշխատանքից կգայեք ազգային ժողով, բայց բարեբախտաբար այդպես չէր։ Այդ նախկին իշխանություններին, որ քննադատում եք, իրաց տարածված մի հատ խոսք կար. թղթերով ամեն ինչ ճիշտ է։ Նախկին իշխանությունների ժամանակ ամեն ինչ ճիշտ էր թղթերով։ Մարդ ցույց է, բանա, բայց ինչ կապ ունեմ, ընտանիքի անդամս ինչ կապ ունի։ Հիմա ելույթում կանդրադառնամ, նայեք, ես չեմ ուզում այդ ռազմորկան, որ եղել Աբովյանում, բայց իմ աչքը զարնել է մի հատ բան։ Այդ օրերի Նիկոլ Փաշինյանը նստում է կաֆե, ասում է ՀԴՄ թուղթ, նստում է կաֆե, ասում է ՀԴՄ թուղթ, մեկ էլ պարզվում է ՔՊ անդամ ձեր եղբոր անվան հետ կապում են միլիոնավոր դրամներ կանխիկ, ՀԴՄ դոկումենտացիա, բան չկա։ Դոկումենտով ասում եք ճիշտ է։ Պարոն Կոնջորյան, ձեր ելույթից ես ճիշտ հասկացա, մարդ, որը 36 տարի նույն կուսակցության անդամ է, մի վարքյան չի դավաճանել։ Ճիշտ հասկացա, որ ինքնապահպանման նպատակով է, որ մի ժամանակ եղել եք հանրապետական կուսակցության աջակցող կուսակցության երիտասարդականի ղեկավար, հետո անցել եք Լուսավոր Հայաստան, հետո անցել եք քաղաքացիական պայմանագիր, դա որպեսզի դինոզավր չդառնաք այդ սխեմայի մեջ հա մտնում, պարոն Կոնջորյան, որտեղ անկեղծ եմ ասում, քաղաքական դաշտում իմ համար մի շատ դժվար է եղել ընկալելի, մի քանի կուսակցություններ փոխող, դեռ անձնականի մասին չեմ ասում, էլի հարազատություն բան, մի կողմ դնելը իմ համար անընդունելի է։
Դա էր հարցը, որտեղ Արթուր Հովհաննիսյանն էլ ասաց, ինքը վերահսկագրեց, որ դուք կպատասխանեք։ Շնորհակալություն Արթուր Հովհաննիսյանին տրված ձեր հարցի մեջ փաստական սխալ կար, ես երիտասարդական խորհրդարանում այդ ժամանակ եղել եմ որպես անկախ падգամավոր, պարոն Մանուկյան, ձեր նշած դեպքերը այն մասին, որ եղել է համագործակցություն տվյալ կուսակցության եւ հանրապետականի միջև, դա եղել է արդեն այն ժամանակ, երբ որ ես որևէ համագործակցություն չեմ ունեցել տվյալ քաղաքական միավորման հետ, ուսանողական տարիքում ես տարբեր նախաձեռնությունների եմ ներգրաված եղել, բայց երիտասարդական խորհրդարանում հանդիսացել եմ որպես անկախ падգամավոր, դա կարծում եմ, որ ստուգելի է եւ իդեպ երիտասարդական խորհրդարանում իմ հետ եղել է նաեւ падգամավոր Սևակ Խաչատրյանը, ով եթե չեմ սխալվում, այո, ինձ հարց է գրանցվել, մենք այնտեղ իրար հետ ազգային ժողովում այդ ֆորմատով իհարկե աշխատել ենք։ Բայց քանի որ ժամանակ ունեմ, ես ցանկանում եմ անդրադառնալ նաեւ մյուս հարցերին, հարգելի գործընկերներ։ Ես շեշտեցի, բայց մի անգամ եւս ուզում եմ դա ասել, պարոն Մանուկյան։ Ես նկատել եմ, որ այս վերջին օրերի ինֆորմացիոն փոթորիկների մեջ fake news-երը շատ են։ Եվ այդ fake news-երից մեկը այն է, որ ասում են, որ Կոնջրյանի կինը պետական բյուջեից այսքան աշխատավարձ անում, պետական հայփոստից այսքան աշխատավարձ է ստանում եւ այլն եւ այլն։ Ես նորից եմ ասում, իմ կինը պետական բյուջեից երբևէ աշխատավարձ չի ստացել։ Հայփոստը ինքնաֆինանսավորվող կառույց է եւ հայփոստը պետությունից չի ֆինանսավորվում, պարոն Մանուկյան։ Քանի որ իմ կնոջ աշխատանքային կարիերայի մասին եք հարցնում, իմ կինը 10 տարի առաջ աշխատում էր միջազգային կազմակերպությունում եւ ստանում էր այնքան աշխատավարձ, ինչքան աշխատավարձ, որ դուք, պարոն Մանուկյան, հիմա ստանում եք որպես ազգային ժողովի падգամավոր։ Ինքը 10 տարի առաջ ստացել է այնքան աշխատավարձ, ինչքան որ դուք այսօր ստանում եք։ Բայց ի տարբերություն ձեզ ինքը դա չի ստացել պետական բյուջեից, եւ դուք ի տարբերություն իմ կնոջ ստացած աշխատավարձից, պարոն Մանուկյան, ինչպես Տիկին Խամոյանը եւ ձեր գործընկերները 5 տարի շարունակ ստացել եք Հայաստանի Հանրապետության քաղաքացիների հարկերից գոյացող աշխատավարձ եւ չեք եկել աշխատանքի։ Չեք եկել աշխատանքի։ Եվ այս պատմությունը, այս վերնագրերը նաեւ բանի դիտանկյունի մասին են, էլի ռիֆրեյմ անելու մասին է։ Հիմա օրինակ կարա չէ նաեւ մամուլում լինի sense վերնագիր, որ ոչ թե վերնագիր, որ Հայկ Կոնջրյանի կինը ստանում է այսքան աստղաբաշխական աշխատավարձ, այլ Հայկ Կոնջրյանի կինը հայփոստի պատմության մեջ ամենացածր աշխատավարձ ստացող տնօրենն է։ Կամ վերնագիր օրինակ, ինչքան գումար է հարկատունների կողմից վճարված վատնել Ագնեսա Խամոյանը որպես ազգային ժողովի падգամավոր 5 տարիների ընթացքում։ Կամ քանի տասնյակ կամ հարյուրավոր միլիոնների գումարներ են վատնել Հայաստան եւ պատիվ ունեմ խմբակցությունները հարկատունների փողերից, չգալով աշխատանքի եւ ստանալով աշխատավարձ այն մարդկանց աշխատավոր ժողովրդի կողմից, ովքեր գնում են եւ ստեղծում են հավելյալ արժեք։ Տեսեք, ընդհանրապես ֆրեյմինգի հարց է, պարոն Մանուկյան։ Իսկ ձեր քաղաքական բանի մասին, անցած ճանապարհի մասին, եթե ժամանակ լինի, ես կասեմ, համեցեք, արձագանքեք։ Արոն Կոնջրյան։ Այդ падգամավորի աշխատավարձը ձեր գրպանից ոչ մեկ չի տալիս падգամավորներին։ Եվ падգամավորները այս կամ այն քաղաքական նպատակարարությամբ, եթե որևէ նիստի էլ չեն մասնակցում կամ որևէ աշխատանքի, այդ մասով պահում է լինում։ Ինչ վերաբերվում է մուննատ գալը, որ չեք մասնակցել, չեք աշխատել, ես կարող եմ տոննաներով պատմել, թե ինչ ենք արել, ինչ ենք արել։ Այստեղ դեր դիմաց է նստած առնվազն իմ ժողովի նախկին նախագահը, մի հատ հետո առանձին խոսակ։ Շատ եմ խոսացել, շատ է պատմել ձեր։ Չէ, օդի մեջ բան չասեք։ Երկրորդը, այդ որ ասում եք բյուջեի չի ստանում։ Չեմ ուզում այդ շատ մանր բան է։ Որ ասում եք բյուջեի չի ստանում, պետական հիմնարկը, բա ի՞նչ է։ Պետական հիմնարկը ի՞նչ է։ Եվ վերջապես, պարոն Կոնջրյան, ես որպես լրատվության մեջ եղած երկար տարիների խմբագիր սիրում եմ բառերը շատ հստակ։ Երբ որ հայտարարում եք հայփոստի պատմության ամբողջ ընթացքում, այսինքն 1991 թվականին, օրինակ, փոստային ծառայության տնօրենը շատ ավելի բարձր է ստացել, քան այսօրվա հայփոստի տնօրենը, ձևակերպումը ճիշտ տվեք։ Միգուցե կառավարման հանձնված ավարտվել է ժամանակը, պարոն Մանուկյան։ Տնօրենն ավելի ստացել, բայց երբեք մի ասեք հայփոստի ամբողջ պատմության մեջ։ Պարոն Կոնջրյան, խնդրում եմ մի վարքյան, էլի, հարգելի գործընկերներ, այդ թվում նոր падգամավորներ։ Այնտեղ ժամատախտակն է, այնտեղ էլ խնդրում եմ հետևեք ժամանակացույցին եւ մի անցեք ժամանակը։ Ես իհարկե երբ որ մոտենա ավարտը կզգուշացնեմ, բայց լավ կլինի ինքներդ հետևեք եւ չանցնեք, որպեսզի նորմալ ընթացքով ընթանանք։ Շնորհակալություն։
Դե այն կողմին նայեք, այն կողմը երևում է, պարոն Մանուկյան։ Կամ գոնե ես երբ որ ձեզ ասում եմ ավարտեք, լսվում էլա, չէ՞։ Համեցեք, պարոն Կոնջորյան։ Պարոն Մանուկյան, բնականաբար ես նկատի ունեմ ողջամիտ հեռանկարում։ Ես կարծում եմ, որ նույնիսկ վիրավորական կլիներ ձեր համար, որպեսզի ես այդ աստիճան պրիմիտիվացնեի, նկատի ունենալով, ասենք 1992 թվականի մասին, խոսքը ողջամիտ հեռանկարում, ասենք վերջին 10 տարվա ընթացքում համեմատականների մասին էր։ Ինչ վերաբերում է պարոն Մանուկյան, քանի որ դուք խոսեցիք կուսակցությունից, դուք մենք շատ ենք խոսել այս մասին, էլի, դաշնակցության պատմության, եւ դա իմ ամենասիրելի ժանրն է։ Իդեպ ես ուզում եմ նկատառում անել, ես չէի կարող տեղից նկատառում անել, բայց դա շատ կարևոր է։ Երեք որ իմ գործընկերոջ պարոն Ռուբինյանին ասում էիք, բա որ բանի 18 թվականի մայիսի 28-ին, օգոստոսի 1-ին բա դաշնակցությունը քանի քառակուսի կիլոմետր 70,000 քառակուսի կիլոմետրով Հայաստան տվեց, չէ՞, տենց եք, չէ՞ ասում։ Շատ իսկ ինչ եղավ ընդամենը 1 շաբաթ անց դրանից։ 1 շաբաթ անց Բաթումի պայմանագրով հունիսի 4-ին 18 թվականի Հայաստանի Հանրապետության տարածքը մնաց 10,000 քառակուսի կիլոմետր։ Այդ բանակցությունների ժամանակ էլ պատվիրակությունը ղեկավարում էր բանը դաշնակցական Ալեքսանդր Խատիսյանը։ Բա ժողովուրդ ջան, բա պարոն Մանուկյան, դուք որ ասում եք դուք համոզված դաշնակցական եք։ Դուք դաշնակցության ինքնությունը ես կարծում եմ, որ չեմ ուզում ուրիշ բառ օգտագործեմ, բայց չեք ընդունում։ Ներողություն, պարոն Կոնջյան, խնդրում եմ ավարտեք։ Պարոն Մանուկյան, լավ էլի։ Ինչ չեք տեղից արձագանքում։ Հիմա ընդդիմության տեխնացուն էլա չեք գալու, ինչ իշխանության ներկայացուցիչները սկսեն տեղից Պարոն Մանուկյան, դուք չեք պատկերացնում վերջի 5 տարվա մեջ ինչքան թիվ եք դուք խառնել, բայց ես լուր լսել եմ, չէ՞ դա։ Եվ ոչ միայն թիվ։ Գնացեք ծխեք, պարոն։ Սևակ Խաչատրյան։ Շենքի տարածքում չծխեք։ Պարոն Կոնջորյան, ճիշտ հիշեցիք երիտասարդական խորհրդարանը, մենք միասին եղել ենք։ Ձեր ելույթում ասեցիք, որ նախորդ 8-րդ գումարման խորհրդարանը ամենացածր, այսպես ասած, ռեյտինգ ունեցող խորհրդարանն է եղել։ Պարոն Կոնջյան, դուք եղել եք այդ խորհրդարանի իշխող ուժի խմբակցության ղեկավարը։ Ինձ հետաքրքիր է, արդյոք այդ ցածր ռեյտինգ լինելու համար ինքներդ անձնապես ձեր, այսպես ասած, սխալները տեսնում եք, կամ որոշակի մասով ինչ որ մեղք ունեք, կարող է ուրիշ ձև անեք աշխատանքային այլ մոտեցում ցույց տաք ուրիշ լինել, որովհետև հիմա դուք հավակնում եք ավելի բարձր պաշտոնի, նախորդ խորհրդարանում ուղղակի իշխող խմբակցությունն եք ղեկավարել, հիմա արդեն այսպես ասած ղեկավարելու եք պարոն Ռուբենյանի բացակայության դեպքում ղեկավարելու եք նաև ազգային ժողովը։ Արդյոք տեսել եք ձեր սխալները եւ մտածում եք, որ 9-րդ գումարման խորհրդարանում այդ սխալները ձեր անձնական այլևս չեք անելու, մոտեցումներն այլ է լինելու, որպեսզի այդ ցածր ռեյտինգը ավելի բարձրանա, այսինքն 9-րդ գումարման ազգային ժողովը ավելի լավ լինի, քան 8-րդը։ Եվ մի բան էլ ասեմ, անկեղծ դուք ճիշտ ասեցիք, նորմալ է, ու շատ ճիշտ է, որ մարդ ինչ-որ բանում սխալվում է, ու դրա համար ներողություն է խնդրում, դա ուժեղ մարդուն բնորոշ պահվածք է։ Բայց շատ վատ է, երբ որ նույն մարդը 10 անգամ անում սխալ ու 10 անգամ ներողություն է խնդրում, դա արդեն նմանվում է այլ բանի։ Սա ուղղակի կարծիք, ինչ որ բան չկար, շնորհակալություն։ Պարոն Խաչատրյան, ես բնականաբար որպես ամենամեծ կառավարող խմբակցության ղեկավար ունեցել եմ խմբակցության ղեկավարների մակարդակում ամենամեծ պատասխանատվությունը, այնքանով, որքանով դա ինձ վերաբերելի էր։ Բայց ես ուզում եմ հիշեցնել, եւ դուք բնականաբար դրանք հրապարակային են կարող եք նայել եւ տեսնել ու համոզվել։ Ես հիշում եմ, որ ելի օգոստոսի 2-ին էր նիստը մեր մեկնարկել 2021 թվականի, եւ ես որպես խմբակցության ղեկավար բազմաթիվ ելույթներ եմ ունեցել այստեղից եւ ասել եմ սիրելի գործընկերներ, ես առաջարկում եմ եկեք աշխատենք կառուցողական։ Եկեք աշխատենք կառուցողական։ Մեզ այն ժամանակ նույնիսկ այդ կառուցողական բառի վրա անդիմությունը սկսեց թրոլինգ անել։ Ասում էին դե լավ ի՞նչ կա, ոնց որ հիմա այդ 0-ական կետի վրա էր երեք պարոն Մանուկյանը թրոլինգ անում։ Սկսեցին այդ կառուցողականության վրա թրոլինգ անել, որ ի՞նչ կառուցողականության, ոնց կարելի է կառուցողական լինել կապիտուլյանտի հետ, ոնց կարելի է կառուցողական լինել հողատուի հետ, ոնց կարելի է կառուցողական լինել նրանց հետ, ովքեր հողերը հանձնեցին, բան արեցին եւ այլն։ Ու եկավ մի պահ, պարոն Խաչատրյան, եկավ մի պահ, որ այդ կառուցողական համագործակցությունը ինչա կոչվում համագործակցություն, որովհետեւ մեկից ավել կողմերն են իրար հետ գործակցում։ Չստացվեց, որովհետեւ ասում եմ, երբ որ նաեւ անձնական հարաբերություններում են, չէ՞, տենց պարոն Խաչատրյան, երբ որ դու գնում ես ինչ որ մեկի հետ բանակցելու կամ խոսելու եւ դու միանգամից
դարակից հանում ու դնում ես քո ամենաբարձր նշաձողը, դրանից հետո դու էլ իջնելու տեղ չունես։ Մանավանդ եթե դա հրապարակային է, որովհետև քո ընտրողը քեզ ասելու է՝ «Մի րոպե, ծախվեցի»։ Ու քանի որ ընդդիմությունը մեզ գալիս եւ հենց ամենասկզբից ասում էր կապիտուլյանտ, հողատու եւ ինչ ասես, չէ, ինչքան լուտանք ասես, ընդդիմության падգամավորները անիծում էին, բան, այնտեղ Արմենիայի յուրեղաները լավա չկա, անիծում էր, բաներ էր անում, ես ասենք նես բաներ էին ասում, որ ու դրանից հետո բնականաբար եկավ ինչ որ մի պահ, այդտեղ ծիծաղում են, իրանք էլ գիտեն, որ ճիշտ եմ ասում, գործընկերները, բան, ժպտում են, եկավ մի պահ, որ պարոն Խաչատրյան, այդ ոչ միայն համագործակցություն չեղավ, այլ եղան կոնֆլիկտներ, հետո դրանից հետո ընդդիմությունը որոշեց, որ պետք է գնա բան շարժումներ անի, սկզբից դիմադրության շարժումներ, հետո սկսվեց բան Բագրատ Գալստանյան ընդբենդ շարժումը, որտեղ որ ընդդիմությունը գնացել էր եւ Բագրատ Գալստանյանի հետ էր փորձում բանել, եւ այդ ժամանակ ընդդիմությունը չէր գալիս խորհրդան, ընդդիմությունը հրաժարվում էր համալրել իր ուրեմն պաշտոնները եւ հնարավոր չէր լինում աշխատել ընդդիմության հետ։ Ես հույս ունեմ, գուցե ես կարող եի ավելին անել, որ ընդդիմությունը օրինակ փողոցից վերադառնար խորհրդան եւ մենք իր հետ աշխատեինք, բայց մենք բազմաթիվ առիթներով ընդդիմությանը կոչ ենք արել վերադառնալ եւ աշխատել։ Երբ որ ընդդիմությունը օրենքով սահմանված կարգով սպառել էր իր բանը մանդատներից ազգային ժողովի խորհուրդը կարող էր նրանց մանդատները վայր դնելու բանով դիմել սահմանադրական դատարան, հիշում եք, որտեղ բացակայությունների շեմը անցել էին։ Մեր խմբակցությունը որոշեց, որ այնուամենայնիվ, եթե մենք նման բան անենք, դա կլինի վերաբերմունք ընդդիմության ընտրողների նկատմամբ, ոչ թե ընդդիմադիր падգամավորների նկատմամբ, բայց այդ ժեստն էլ չգնահատվեց։ Արձագանքեք, ես կշարունակեմ։ Արձագանք։ Շնորհակալություն, ամեն դեպքում ուզում եմ հասկանամ, դուք որևէ սխալ տեսնում եք, որ դուք ինքներդ արել եք, որ հետո չեք անելու այդ ամեն ինչը, այսինքն փոթկելու եք դուք ինքներդ չեք ամբողջապես ելույթի ընթացքում էլ հիմա էլ պատասխան պարոն Կոնջորյան, հասկացա, որ դուք ամեն ինչում մեղադրում եք ընդդիմությանը նաև մեղադրում եք, այսինքն փողոցային պայքարներ սկսելու համար, փողոցային պայքարներ իրականացնելու համար, բայց ինձ կարծիքով դա քաղաքականության մեջ նորմալ է ու նորմալ է, երբ խորհրդարանական ընդդիմությունը փողոցային պայքարի ժամանակ կարող է չներկայանալ ազգային ժողովը, որովհետև ամեն դեպքում բոյկոտն ինքը քաղաքական ձև է, քաղաքական դրսևորում է։ Իմ հարցը այն էր, որ դուք ինչ եք փորձելու անել, որպեսզի ավելի լավն լինի 9-րդ գումարման խորհրդարանը, քան 8-րդն էր։ Շնորհակալություն։ Խաչատրյան, շնորհակալություն։ Ես նորից ասեմ, որ այս խորհրդարանում, եթե ես նաև ստանամ խորհրդարանի մանդատը որպես ԱԺ տեղակալ, ես անելու եմ հնարավորը, որպեսզի մենք ունենանք միասին կառուցողական համագործակցություն եւ աշխատանք, որովհետեւ համագործակցությունը միշտ լինում է թեմատիկ։ Համագործակցությունը վակուումի մեջ չի լինում, օդի մեջ համագործակցություն չկա։ Պետք է համագործակցենք իրար հետ ունենալով, ասենք, օրենսդրական այս կամ այն նախաձեռնության վերաբերյալ քննարկումներ։ Պետք է միասին ինչ-որ նախաձեռնություններով հանդես գանք։ Ես հույս ունեմ, որ դուք կներգրավեք խորհրդարանական դիվանագիտության մեջ եւ կմասնակցեք խորհրդարանական դիվանագիտության աշխատանքներին։ Բոլոր այս մակարդակներում ես պատրաստ եմ աշխատել եւ պատրաստ եմ նաեւ իմ փորձառությամբ հնարավորության դեպքում մաքսիմալ աջակցել այդ թվում ընդդիմադիր գործընկերներին, որպեսզի մենք կարողանանք միասին ունենալ այնպիսի խորհրդարան, որը հաջորդ իսկ հարցումներով կունենա ավելի բարձր վարկանիշ, քան թե ունեցել է նախորդի, որովհետև ես դա նաև անձնական եմ համարում։ Ազգային ժողով, ես քանի որ խորհրդարանական եմ ինձ համարում հոգով սրտով, ես նաև ցավ եմ ապրում, որ խորհրդարանի վարկանիշը այդքան ցածր է, եւ ես կանեմ հնարավորը, որպեսզի դա շտկվի։ Ձեր հետ միասին։ Շնորհակալություն։ Էդգար Ղազարյան։ Շատ անվտանգ եւ անվնաս ձևով ներկայացվեց ձեր կենսագրության մի հատվածը, հետո մենք պարոն Մանուկյանի շնորհիվ ունեցանք նաեւ դրա ավելի թարմացված տարբերակը, եւ այդ կենսագրության մեջ կար, որ դուք մի քանի անգամ, մի քանի գումարումների ազգային ժողովի падգամավոր եք ընտրվել, այդ թվում 2018 թվականին եւ նաեւ հիմա 2026 թվականին։ Ես օրինակ չեմ հարցնում, թե դուք ինչ զգացողություններ եք ունեցել 2018 թվականին ընտրություններից հետո, որովհետև վստահ եմ եղել, որ համոզված եք եղել, որ մարդիկ գնացել են, քվեարկել են ելք դաշինքի օգտին, որովհետև այն ժամանակվա հասարակական տրամադրությունները ոնց որ հուշում էին, որ կարար նման բան լիներ այդ պահին։ Ինձ հետաքրքիր է, թե դուք ինչ զգացողություններ եք ունեցել 2026 թվականի հունիսի 7-ի լույս 8-ի գիշերը, երբ որ գիշերը ժամը 2-ին падգամավորի տեխնացու Նիկոլ Փաշինյանը
թիմակիցների հետ շատ անտրամադիր, ես նայում եմ հիմա այդ լուսանկարը, կադրում դուք չկաք, բայց վստահ եմ, որ դուք ընդեղ եք եղել, օրինակ։ Այդտեղ էի, կողքից ուղղակի։ Հա, վստահ եմ, որ